Եկավ Լևոն Հայրապետյանը 20 համարյա մազգեստով, հիմա գնդակը մեր տղաների մոտ է, տեսնենք գրո ինչով կավարտվի, հետո կազմի մասին հեռվից արվա, գոլ! Գոլ! Կարլեն Մկրտչյան, 1-0, Հայաստան Եվրոպական բացում է հաշիվը, ֆանտաստիկ գոլ! Այնպիսի գոլ, որը կարողանում է խփել Կարլեն Մկրտչյանը եւ ում է խփում, Պետր Չեխին, այս արված է։ Եվ մեր հավաքականը առաջ անցնում հաշվի մեջ, տեսեք Խամո Հովհաննիսյանը ինչպես պայքարեց գնդակի համար եւ փոխանցում, եւ այստեղից Կարլեն Մկրտչյանը արբարեցնում է գնդակը ձախ ոտքի տակ եւ այսպիսի հարված։ Գիտեք, ես մի բան կասեմ, Պետր Չեխին իր Հարահեղ կարիերայի ընթացքում ոչ մի գոլ չի կարողացել մատուցել 4 անգամ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ մնացած Լիոնել Մեսսին։ Կարլեն Մկրտչյանը այսպես է կարողանում։ Խալում է գնդակը նրանից Կարլեն Մկրտչյանը, բայց գրոհը չի ավարտվել նորից Ռոսիցկի հարված եւ գնդակը հավասարեցնում է Չեխիայի հավաքականը հաշիվը։ Անդրադարձավ օգնության եկած շեֆերին։ Գեորգ Կասպարովին այստեղ իհարկե չես մեղադրի։ Ոմաշ Ռոսիցկու անվան դիմաց կգրանցվի գոլը, տեսնենք կրկնապատկերը թույլ տվեցին նրան հարվածել։ Վարազդատ Հարոյանը շեղեց գնդակի ուղղությունը։ Ազդրով կամ ծնկով, չգիտեմ։ Եվ գնդակը հայտնվեց ցանցում։ Դարպասած զողից իջավ եւ նորից բարձրացավ ցանցը։ 1-1 Չեխերը պենի ավելացված ժամանակի ընթանում Մովսիսյանը մոտենում է տուգանայի նրա պարակի, փոխանցում, արված, եւս մեկ արված, գոլ, 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 Գևորգ Ղազարյան 2-1, Հայաստան Եվրոպականը գրավում է Չեխերի դարպասը եւ սա մեր հակակրողն էր, որից մենք այդքան սպասում ենք։ Ես հիմա չեմ ասի այն ինչ շատ եմ ցանկանում ասել, խոստանում եմ, եթե մենք հաղթենք Սուլիչից, եզրափակի Սուլիչից հետո կասեմ անպայման։ Տեսեք ինչ հակակրող էր, Յուրա Մովսիսյան բառահեղ փոխանցում է կատարում, չկա խաղուստում եւ Գևորգ Ղազարյանը, չգիտեմ, պատահական հարվածով, որը երկրորդն է կատարման, տեսեք, առաջինը Չեխը հեռացնում է եւ հետո Ղազարյանի գլխից գնդակը ընտանում է ցանցի մեջ։ 2-1, մենք առջևում ենք